Եթե կա, կներես ես որ քեզ ասում էի, ես բուսաբուծությունն եմ ասում։ Եթե դու ասում ես կարտոշկե գրում դառնում ապա, այդ երկում ես կարտոշկե կանեմ, Բարենային ճամփորդի 20%-ը ոչ բարենային։ Ես բուսաբուծություն ասում եմ, դառնում միսը դառնում, բալասում ես ուրեմն կա կայուն փոքրամասնություն, հասկանում եք։ Եթե A թիվը, որը կայուն մեծամասնությունն է, կայուն է, B թիվը ընդդիմության թիվը 100-ից հանածան է, ճիշտ է, ուրեմն եթե անկայուն է, 100-ը կայուն է, B թիվը նույնպես պետք է կայուն լինի։ Ուրեմն իրանք առամանեցին, այս շատ ֆունդամենտալ, ամենաֆունդամենտալ հարցն է դրական հասկացում։ Եվ եթե պետք է լինի կայուն փոքրամասնություն, ասեք եթե ինչքան է։ Իրանք ասում են կայուն փոքրամեծամասնության համար մինիմում թիվը ֆիքսենք, բայց կայուն փոքրամասնության համար չֆիքսենք։ Այս սա հայտարարությունն էր։ Այն ինչ որ կատարվեց, զգալի առումով, այդ օրենսգրքի հետ տարբերանքը, զգալի տարբերակը, որ ընդունվեց, զգալի առումով ֆրացնոց էր։ Եվ սահմանադրության Որոնական դա ինչի կհանգեցնի։ Ինչ։ Ասենց ունիսը մեկից հետո կարան փոխենք ան։ Բայց եթե հիմա ես ճիշտ եմ, ինչի հիմա չես փոխում։ Մինչև հիմա 5 տարվա դեպուտատը ի՞նչն է ասել խոսք են տվել, այս մարդը ասում է բալանսներ հեսա կբերեմ, գյուղատնտեսական արտարան գեփ է բերելու, չի բերելու։ Հնարավոր չի բերել։ 500 տարին է, երբ։ Եվ որ իրանք մի հատ էլ կընտրվեն, հիմա այն հաջորդ 5 տարվա համար խոսքը տա, հաջորդ հարցը։ Պարոն կոռուպցիայի դեմ պայքարի այս ազնվության իշխանությունները ինչքանով եք հավատում։ Նոր հարցերը չլսեցիք։ Նոր հարցերը Պետք արեցիք մեքենաների հետ կապած, որ դա լուրջ չէր։ Դա 10 միլիարդ է, հարյուրավոր միլիարդ է ուրիշ թիվ է։ Հարյուրավոր 400 միլիարդ դուր 10 միլիարդ դուր։ Հա մեքենաները կրճատեք, հաջորդ հարցը։ Անկրճատեցին արդեն ասում են ով ուզի կարող է։ Ես հայերեն եմ ասում, մեքենաները 10 միլիարդ դրամի մասին է խոսքը։ Խոսքը 500 միլիարդ դրամի կոռուպցիայի մասին է։ Այսինքն ռեալ չի, հա, Ես ասեցի, երեք ասել եմ հերթացությամբ, լրջորը չեմ վերաբերել։ Դա դեռ կոռուպցիայի հետ կապ չուներ, չէ՞, պարոն Բագրատյան։ Հիմնականում ասում են Մեքենա կրճատելը կոռուպցիայի հետ կապ չունի։ Պետական ծախսեր կրճատելը, որը կարող է վատ է։ Այո։ Կարող է վատ է։ Այո։ Որովհետև այդ ծախսերը կարող է կրճատես, ավելի վատ է, խնայված փողն ավելի վատ ծախսես։ Այսօր դու 700 մարդու աշխատավարձ ես տալիս, այդ մարդը գնում պոմիդոր է։ Բաղը չես տալ այդ 700 մարդու այդ աշխատավարձը։ Բաղբարության վարչապետը Հաջորդ հարց, ասեք։ ասում են որ ինչքան հայտարարեց, որ պես մենաշնորհ չկա Շաքարավազի դիզվառելիքի ոլորտում ու առհասարակ գնացեք եւ Նորը հայտարարել այդ հարցը պետք է անդրադառնալ միանից հետո, բայց մենք խոսում ենք 3 կարևոր բաների մասին։ Վերացնենք մենաշնորհ արտահանման, վերացնենք մենաշնորհ ներմուծման եւ հանել հսկիչ գներ սահմանում ակսել։ Կոմբինացիան դրանց որը մեկը չես անում, դա ոչինչ չես։ Հաջորդը։ Պարոն Բագրատյան, բայց եկամուտների կոմիտեի նախագահի տեղականն ասում է, որ երբ որ մարդը հայտարարագրում է ինչ-որ իր ունեցվածքը, դա ավելի թափանցիկ է, բան, կոռուպցիան պետք է փնտրել այնտեղ, երբ պաշտոնյան բավարարվում է 2 միլիոնով, 2 միլիոնով իր Չեմ ընդունում, հայերեն բառերի մեջ հայկական բառապաշարում կա այսպիսի բառեր, ցինիզմ, հաջորդը։ Այսինքն դուք հնարավոր համարում եք, որ այս իշխանության պայմաններում Շաքարավազ կարող է ներկայացնել ովքեր ուզում են։ Ցանկանում։ Շաքարավազը կոմպլեքս կարող է։ Չէ, Որ մենաշնորհների մասին է խոսքը։ Այդ դեպքում ինչ է։ Մեծ հաշվով, թե հարց ինչ եք հարցում, լավ, ասեք, ես հիմա ձեր հարցը ինքս ինձ համար չձևակերպում, ինչ եք հարցում։ Մեր երկրում հնարավոր է որ մենաշնորհ չլինի։ Ես կարծում եմ մենաշնորհների վերացումը նշանակում է քաղաքական համակարգի ապակենտրոնացում, նշանակում է հանրապետական կուսակցության դուրս բերում որպես իշխող կուսակցություն։ Մենաշնորհներն ու սա հավասար բան է։ Պետք է լինեն մենաշնորհներ, պետք է լինեն քիչ մարդիկ, պետք է լրիվ վերահսկելի, իշխանության համար վերահսկելի ֆինանսական հոսքեր լինեն։ Այսինքն ձեր ցինիզմն ասա։ Ինչ ցինիզմ։ Ցինիզմը ես ինչ եմ ասում։ Աշխատակովի կապիտալի հայտարարությունը ցինիզմ է այդ ֆոնից։ Ես ասեմ հարցի չեմ պատասխանում, աղջիկ ջան, դու ինձ վիրավորական հարց ես տալիս, որ գնաս ասես Բագրատյանը քեզ հայոց, հարց ես տալիս նորմալ հարց է։ Ասա չեք հավատում, դու ասում ես ցինիզմ է։ Մի հատ էլ հայոյանք դիվը։ Ցինիզմ ուրիշ բան հետ կապված ասած։ Դուք ասացիք, որ առաջարկներ ունեք կառավարության ղեկավարի հետ հանդիպում է տեղ ունեցել։ Հրավիրել եք բոլորին հրավիրեցին։ Ներկայացրել եք այդ 50 առաջարկները, իսկ ինչ եք կարծում, կընդունվեն դրանք։ Շատ գիտեմ, իրենց Ինչ է առաջարկել բան Բագրատյան։ ինչ որ առաջարկել։ կոռուպցիայի դեմ պայքարի համար ինչ գործում քայլեր պիտի անի կառավարություն եւ այսօրվա իշխանությունը ունի այդ քաղաքական։ Նոր եկած հենց մենակ իրեք քայլացեցի, ասացի այս երեք քայլերը պետք է անել։ Հենց նոր, քանի հատ ասել։ Հետո հերիք չի մենք իրանց տեղ ասենք իրանք ինչ պիտի անեն։ Թող իրանք մտածեն ինչ պիտի անեն։
Հենա մենք անք իշխանության անենք էլի։ 4 տարի աշխատել ենք, մի հատ կոռուպցիան դեպք կարող եք բերել 4 տարի այն ժամանակվա։ Եթե կարող ենք, եթե մի հատ գոնե կառավարություն եղել, ես գտնում եմ, որ այդ մեկն եղել է առանց կոռուպցիոն ռիսկերի, այդ կառավարությունը պետք է նորից աշխատի ուրեմն։ Այն ժամանակվա, ձեր ժամանակվա։ Այո, բա ոնց։ Դրա համար մենք պայքարելու ենք։